Ես ես մի բան ասեմ, ես թվարկելով ծրագրերը, միայն ես ոլորտի ծրագրերը, և այսքանից հետո որևէ մեկը ուզում է ասի, թե օբյեկտիվ իրականության մեջ օբյեկտիվ նախադրյալներ կան, որ որևէ մեկը Հայաստանը, որևէ քաղաքական ուժ, Հայաստանը առաջիկա 5 տարիներին առաջնորդելու հարցում կարող է իրական մարտահրավեր նետի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Սա իմ կարծիքով բովանդակային դիսոնանս է առաջանում։ Իհարկե մենք ասել ենք, ասում ենք, կշարունակենք ասել։ Որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որևէ կասկած եւ տարընթերցում չկա։ Ինչ կորոշի ժողովուրդը, մենք հնազանդ կենթարկվենք այդ որոշումներին։ Իմիջիայլոց շատ է խոսում նրա մասին, թե ընտրություններում առաջիկա ով է հաղթելու։ Ես հստակ եւ միանշանակ եւ աներկբակ կարող եմ ասել, թե ով է հաղթելու։ Անկախ որևէ արդյունքից Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը, որովհետև ժողովրդի ձայնը չի կեղծվելու, ժողովրդի ձայնը չի գողացվելու, ժողովրդի ձայնը դեֆորմացիայի չի ենթարկվելու։ Եվ այս ժողովրդին կոչ եմ անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել իրենց իշխանությանը, իրենց բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքին։ Եվ ժողովուրդ, այնուամենայնիվ, ինչ էլ ասենք սոցիալական եւ տնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումների մասին, ես ուզում եմ արձանագրել, որ այս ընտրություններում մեր թիվ 1 ասելիքը, ամենակարևոր ասելիքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետության խաղաղությանը տեր կանգնել։ Ժողովուրդը պետքա տեր կանգնի խաղաղությանը։ Այսօր խաղաղությունը բոլոր խաչաձև կրակահերթերի եւ հարձակումների տակ է։ Ինչ ասես չեն անում խաղաղության դեմ։ Ամենակստմնելի ստերն են հորինում խաղաղության դեմ։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուրեմն հիմա էլ նոր սուտ է հորինել, թե ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի եւ Փաշինյանի վարչապետ վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան։ Ես շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են անում դրանք։ Ուրեմն մեր օրակարգում Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ ընդհանրապես մեր միջազգային օրակարգում, Հայաստանի օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ այդ օրակարգը ստեղծեն, ներմուծեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները։ Եվ ես ասում եմ, կալուգացի Սամո, դու օտարերկրյա լրտես ես, ընդ որում անուղեղ լրտես, որովհետև դու չես հասկանում, թե ինչ ես անում։ Դու փորձում ես 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգ։ Եվ ես ասում եմ, անուղեղ լրտեսները ձայն պիտի չստանան, անուղեղ լրտեսները, որոնք Հայաստանի ժողովրդին անվանում են շուն ու շանգյալ, էլ ինչ անուն ասես կպցում են, դրանք ձայն պիտի չստանան։ Ժողովուրդ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը, կալուգացի օլիգարխը, այն համբալը կներեք արտահայտությանս 1000 անգամ, եւ մյուսը չպետք է հավաքեն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայն։ Չի կարելի որևէ ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը, նրանք դուրս են եկել սպանելու մեր ուրախությունը։ Եվ ես ասում եմ, Հայաստանից ուրախությունը ու խաղաղությունը այլևս չի հեռանալու, որովհետև Հայաստանի ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը։ Այսօր էլ վիդեո են ցույց տալիս, ասում է
ասում է ուրեմն ինչ ասում, ասում է դե որ կալանքի տակ էի ասում է, աշխատում էի չմտածեմ ասում է, որովհետև երբ որ տենց տեղերը մտածում ես, ասում է վատ հիվանդություններ ես ձեռք բերում։ Պատկերացնում ես, պատկերացնում եք, ասենք, ենթադրենք մարդը բանում 4 պատերի տակ ընդհանրապես անելու բան չունի եւ իր հիմնական խնդիրն է նա չի մտածում, պետք է չմտածի որ չհիվանդանա։ Սենց բան կարա ասի եւ կարա անի մարդը, ով կատարելապես զուրկա ուղեղից։ Եվ ես չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է անուղեղությունը Հայաստանում համարել քաղաքական իրողություն։ Այդ իրեքը չպետք է անցնեն խորհրդարան ժողովուրդ, չպետք է անցնեն խորհրդարան, որովհետև դրանով մենք բոլորս ժողովուրդը իր ձեռքերով հարված կհասնի իր ստեղծած խաղաղությանը։